Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն ամեն տարի նշվում է մեծ հանդիսավորությամբ։ Այս տարի լրանում է անվանի բանաստեղծի 129-ամյակը։ Այդ կապակցությամբ Չարենցի անվան տուն-թանգարանում տեղի ունեցավ «Չարենցն ամե» պոեմի երկլեզու հրատարակության շնորհանդեսը։ Պոեմի հայերեն տարբերակը առանձին գրքույկով հրատարակվել էր դեռևս 2020 թվականին, իսկ այս տարի հրատարակվեց նաև պոեմի պարսկերեն տարբերակը։ Նախագծի հեղինակ եւ Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով մեծանուն բանաստեղծի ծննդյան օրը եւս մեկ անգամ առիթ է արվեստասեր հասարակության համար ընկղվելու Չարենցյան աշխարհի մեջ, իսկ երկլեզու հրատարակությունն ու առհասարակ նմանատիպ նախաձեռնությունները իրենց մեջ հատուկ խորհուրդ են կրում։ Քանի որ թանգարանը ունի առաքելություն նաև Չարենցի գրական ժառանգությունը հանրայնացնելու, իսկ այդ գործում շատ կարևոր են նաև թարգմանությունները, շատ տարբեր ստեղծագործություններ տարիների ընթացքում թարգմանվել են տարբեր լեզուներով եւ այս անգամ հերթը պարսկերենինն էր։ Չարենցի ծննդյան միջոցառումների շրջանակներում տուն-թանգարանը այցելուների չարենցասերների համար եւս մեկ հաճելի անակնկալ էր պատրաստել։ Զուգահեռ այցելուներին էր ներկայացվում նաև բացառիկ նմուշի չգրված թուղթ ցուցադրությունը «Լուռ ներկեր» խորագրով, որը Չարենցի մտերմուհի Ռեգինա Ղազարյանի հիշողության պահպան ցուցադրության գաղափարական գծի շարունակությունն է։ Ռեգինա Ղազարյանը շուրջ 17 տարի հողում թաղված տակառի մեջ պահելով փրկել է Չարենցի անտիպ ձեռագրերը։ Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն անդրադառնալով ինչպես այս ցուցադրությանն, այնպես էլ կազմակերպված միջոցառումներին ուրախությամբ փաստեց, որ արվեստով եւ Չարենցով հետաքրքրվողների շրջանում վերջին տարիներին մեծ թիվ են կազմում հատկապես երիտասարդներն ու դպրոցահասակ երեխաները։ Չարենցը ինտելեկտուալ գրող է, եւ որոշակի պատրաստվածություն պիտի ունենա, որ հասկանաս իր ստեղծագործությունները, բայց ամեն դեպքում այդ հարգանքը շատ մեծ է, թե դպրոցականների մոտ, թե մեծահասակների մոտ, թե երիտասարդների, եւ կուզեմ նշել, որ իր ստեղծագործությունները շատ տարբեր ձև կարող ենք ներկայացնել եւ հենց այդ ճանապարհին այդ թանգարանը տարբեր մեխանիզմներով փորձում հետաքրքրություն առաջացնել։ Ժաննա Մանուկյանի հավաստմամբ Չարենցի անվան տուն-թանգարանը տարեկան ավելի քան 18000 այցելու է ունենում, ինչը վկայում է, որ մեծ է հետաքրքրությունը հանճարի կյանքի ու գործունեության նրա ստեղծագործությունների նկատմամբ։